Բարի օր բոլորին, նախ ներկայանամ ես Գոգն եմ, 2007 թվից մինչև հիմա զբաղվում եմ օֆրոդում, ապրում եմ Կանադայում, մեր ռեգիոնում Jeep Wrangler-ի ակումբի անդամ եմ, օֆրոդի ժամանակ նոր սկսնակներին տալիս ենք խորհուրդներ, սովորացնում ենք ինչպես հաղթահարել տարբեր դժվարություններ, ու այս վիդեոյի կոնսեպտը կանոնը նրանում, որ կուզենամ իմ սխալներով, իմ խորհուրդներով կիսվել նոր սկսնակ օֆրոդ անողների հետ, խնդրում եմ, եթե հավանում եք այս կոնսեպտը, լայք արեք, բաժանորդագրվեք եւ հետևեք իմ ալիքներին YouTube-յան եւ Facebook-յան։ Ինչումն է ուրեմն կանում, սա էս վիդեոյի իմաստը, օֆրոդի մեջ քո սխալների վրա սովորելը լավ է, բայց ուրիշի սխալների վրա սովորելն ավելի լավ է, քանի որ ամեն մի սխալը, հավատացեք, բավականին թանկ ֆինանսական առումով հետևանքներ կարող է թողել ձեր բյուջեին, ձեզ վնասի եւ վերջո հենց բացի բյուջեից ինքներդ ձեզ վնասեք, որովհետեւ շատ սկսնակներ սկսելուց ադրենալինները բարձրանում է, մտածում են իրանք արդեն ասեր են, բայց միա սխալ են ցույց տանում ու դրա պատճառով կամ ավտոն են ջարդում, կամ ավտոն շուռ են տալի, կամ իրենք իրանց են վնասում։ Այս վիդեոն չի վերաբերվում գել ու գազան օֆրոդ անողներին ու շատ շնորհակալ կլինեմ այդ տղաներից, ովքեր որ իրանց դիտողությունները, իրանց խորհուրդները, իրանց թեմաները կտան կոմենտներում, թե ինչի վերաբերյալ կարելի է ավելի շատ խոսել, եւ նաեւ կուզենամ շնորհակալություն հայտնեմ բոլոր այն տղաներին, ովքեր որ զարգացնում են օֆրոդը Հայաստանում։ Մյուս մեր վիդեոներում սկսենք ամենասկզբից, խոսանք ինչպես ընտրել ամենագնացը, ինչ փոփոխություններ անել ամենագնացների վրա, ինչ նպատակներով է օգտագործվելու այդ ամենագնացը, հիմնական ձևափոխումները, որ ես խոսալու եմ ամենագնացի վրա, դա լինելու է Jeep Wrangler-ի հետ կապված, որովհետև 2007 թվից մինչ այսօրս հիշում եմ Jeep Wrangler, ունեցել եմ տարբեր մոդելներ եւ կան փոփոխություններ, որոնք որ անելուց պետք է հասկանաք արժի դա անել, թե չարժի, եւ փոփոխություններ անելու մեջ գոյություն ունեն նորմեր, սահմանափակումներ, որ դրանից ավելի որևէ փոփոխություն անելու դեպքում անհրաժեշտ կլինի ձևափոխել գործարանային շատ ու շատ դետալներ եւ մասեր։ Խնդրում եմ հավանեք, հետևեք, լայք արեք, կոմենտներում գրեք, եթե այս կոնսեպտը ձեզ դուր է գալի։ Մենք կտեսնենք մյուս վիդեոյում, որտեղ որ կսկսենք խոսալ ամենաառաջինը ամենագնաց ընտրություն կատարելու վերաբերյալ։ Շնորհակալ եմ, լավ եք։